Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ներքին գործերի նախարարության փրկարարծարայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անցեկացվել առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի նպատակն էր փրկարարծարայության աշխատակիցներին վերապատրաստել արտակարգ իրավիճակների ժամանակ արդյունավետ արձագանքման ուղղությամբ, հետագա մասնագիտական զարգացման և նպատակային գործունեության ապահովման համար։ Քննարկված թեմաների շրջանակներում կազմակերպվել էին նաև լսարանային գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին ստացված տեսական գիտելիքները կիրառել գործնականում հմտությունների զարգացման նպատակով։ Մասնավորապես մասնակիցները պարապմունքների ընթացքում իրականացրել են սիրտ-թոքային վերակենդանացում, արտաքին առնահոսության ժամանակավոր դադարեցում, ինչպես նաև տուժածների տարհանում և տարաբնույթ վնասվածքների դեպքում ինքնօգնության ցուցաբերում։ Նախորդ երկու շաբաթների ընթացքում թե տեսական և թե շտաբային գործնական պարապմունքներ են իրականացնել, որոնց շրջանակներում անձնակազմին, ողջ բժշկական անձնակազմին, ովքեր հանդիսանում են նաև ինսարագի որոնողափրկարարական թիմի անդամներ, ուսուցանվել են առաջին օգնության հմտություններ։ Այսօր հասել ենք այն փուլին, որ իրականացնում ենք փոքր վարժանք, որի ընթացքում ստուգվելու են նախորդ երկու շաբաթների ընթացքում սովորած հմտությունները առաջին օգնության վերաբերյալ։ Неожиданные ситуации были сегодня во время Ուսումնավարության ընթացքում եղել են անսպասելի իրավիճակներ։ Մասնակիցները չգիտեին տուժածների քանակը, նրանց վիճակը, բացի այդ արկային լրացուցիչ սթրեսային գործոններ, ինչպիսիք են ծուխը, ձայների ուղեկցությունը, թույլ լուսավորությունը։ Այս ամենն իհարկե դժվարացնում էր օգնության ցուցաբերման ընթացքը։ Սակայն մեր գործընկերների գործողություններում չնկատվեցին առանձնակի բարդություններ, ինչը խոսում է նրանց բարձր պատրաստվածության մասին։ Ես կարծում եմ, որ բժշկական օգնության ոլորտում սա մեր համագործակցության միայն սկիզբն է եւ ապագայում մենք նախատեսում ենք ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում անցկացնել առավել ընդլայնված ու խորքային ուսումնական դասընթացներ։ Երկու շաբաթ տևած դասընթացի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, որին ներկա էր փրկարարծարայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Վերջինը շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին ընդգծեց երկու երկրների փրկարարծարայությունների մասնագետների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Ավարտին ակադեմիայի դասախոսները փրկարարծարայության բժշկական ապահովման վարչության ավագ և կրտսեր բուժաշխատողներին հանձնեցին որակավորման բարձրացման վկայականներ և փոքրիկ հուշանվերներ։